Ձեր կարծիքով ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտը իշխանությունն է, թե հասարակության մտածելակերպը։ Ժողովրդավարություն հնարովի բառ է, դեմոկրատիա չի եղել, չկա ու չի լինելու։ Ժողովուրդը հոտ է, որին պետք է քշեն կամ այդ դիմացից գնա, այդքան բան, մոռացեք այդ բառը։ Գալու են մարդիկ, որոնք կամ շատ ստոր են, դրա համար հասել են այդտեղ, կամ շատ ուժեղ են հասել են այդտեղ ու ղեկավարելու են։ Միշտ այդպես եղել է, այդպես է շարունակվելու է։ Մեր ազգը ունի ինքնություն, ազգային ինքնություն։ Ինքնության մեջ մտնում են ազգային արժեքներ, որի մեջ պատմական հիշողություն, մշակույթ, գիտություն, բաներ կան, որոնք ազգային են։ Մասիս սարը մեր ազգի վառ հիշողություններից, երազանքներից, ոնց ասեմ, ազգային արժեքներից մեկն էր խորհրդանիշ։ Հիմա այսօրվա ժամանակակից աշխարհի մտածելակերպով ինձ թվում է ուզում են իրանք մերը հին համարեն յեդամնաց աշխարհի նոր բաներից, որը աշխարհում քիչ կա մեր ազգի նման ազգ, որ պատմական բանի վրա է հենված հիշողության, իրանք թեթև եկել են, թեթև գնում են, թեթև շուշուտ փոխվում են, այսօր մերկնա մոդա մերկ են, եկուց չգիտեմ ինչը, այսինքն իրանք չունեն հիմք, արմատներ, արժեքներ։ Մեզ նրանց չափանիշներով չափելը եւ նրանց չափանիշներով գնահատելը կոսմոպոլիտիզմ բառը սխալ է, ուզում են ժամանակակից Երևան բառերել են օգտագործում, որոնք մոդայիկ բառը ոնց էր ասում կինը, մոդայիկ բառը հայերեն կրթվել է նորաձևը։ Մոդայիկ, հա, այսինքն ընկած են ժամանակակիցի վրա, որը դատարկ է, հիմք չունի։ Բնականաբար իշխանությունը, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանը ասում է բառեր, որոնցից հետո ինքը հրաժարվում է, նույնիսկ մտածում թե ես այդ բան չեմ ասել։ Լյուբոյ իշխանությունը ունի իր մեղքը, տվյալ հարցերին։ Գիտեք, չեմ ուզում քաղաքականությունից խոսեմ, բայց ես այս նախկինները գիտենք ովքեր են։ Գերբ չերբ տալան։ Մենք հավատացինք սրան, ես ու շատերը։ Իսկ ինքը երբ է տեր կանգնել իր ասածին։ Բոլոր դեպքում իշխանությունն է խաղի կանոնները որոշում։ Ոնց ասին հենց լինել է, ոնց կազմակերպեն։ Ես տենց եմ կարծում։ Ժողովուրդը թող մոռանա այդ բառը։ Մենք հոտ ենք։ Ժողովուրդն էլ մեղք ունեն։ Բայց տենց խոստումներ չտվել էլի։ Ինքը ինչ անում, ինչ որ խոստացել է։ Իհարկե մեղավորը ինքն է, ում է մեղավորը։ Դա կարող են անել շատ ազգեր, որոնք չունեն արմատներ։ Մեզ արմատից կտրելը, ցանկացած պարզ ծառը արմատից կտրես, ինքը չորանալու է։ Մենք արմատական ազգ ենք։ Այս արմատները չի կարելի ոչնչացնել։ Եվ այդ արմատների մեջ մտնում են բաներ, որոնք աշխարհը չունի։ Մեր այբուբենը աղոթք է։ Արարիչ պոմանդակ գոյության վերջի բառը քրական Քրիստոս եւ մեր այբուբենի մեջ բոլոր մետաղների անունները տարերի փոխարեն դնում ես թվերը, դառնում են էլեմենտների պարբերական աղյուսակի էլեկտրոնների թիվը իր կարգն է ստացվում։ Ոսկի, արծաթ 7-8 մետաղ, այսինքն սա հրաշք է, Աստծո հրաշքով տրված բաներ են։ Ոչ մի ազգ չունի, ռուսները, որ իմանում են սրա մասին, ապշում են։ Էլեմենտների պարբերական աղյուսակը գրվել է վերջերս, մի 200 տարի առաջ, 100 Իսկ 4-րդ դարում մենք ունեցել ենք այբուբեն, որը հրաշքով պատմում է բան, աշխարհը չունի տենց բան։ Չի կարելի արմատներ չունեցողները կարող են հեշտությամբ հասկանալ սա։ Արմատ ունեցողը չի կտրվի, իրան գալու են ու տենց թեթևել գնալու են, որտեվ իրանցը ժամանակավոր է։ Մի հատ ուրիշ կգա մոդայիկ մեկը, մի ուրիշ մոդա կբերի
որը սրանց կջնջի, բայց մենք պիտի մնանք մեր արմատներին, ազգային արժեքներին, ինքնությանը հենված։ Եկե միանգամից ասեմ, այո եւ չէ։ Լսեք, բան, գիտեք, այստեղ մի քիչ իստորիչկի պրոբլեմներ կան, հոգեբանությունը, ֆլանը, բեֆանը, լուրջ եմ ասում, գիտեք, այդքան հեշտ չի այդ պրիգրադաները անցել, նույնիսկ Ռուսաստանը այդ հզոր երկիրը չի կարողանում հաղթահարի։ Գիտեք ինչ, ժողովրդավարությունը, երբ որ շատ ենք խորանում ժողովրդավարության մեջ, նշանակում է ազատ խոսք, մարդու իրավունքներ։ Ազատ խոսքն ու իրավունքները բերեցին այս քաղաքակիրթ այլասերվածություններին։ Ազատ խոսքը պիտի ունենա չափ ու ձև։ Եթե չափ ու ձևից դուրս է, ազատ խոսքը դառնում է ստախոսություն, ամենախոսություն, զազրախոսություն, ձանձրախոսություն։ Այսօր 90% սուտ չեն խոսում բոլորը, նաև լրատվականները կներեք։ 90%-ը սուտ չեն խոսում, եթե ոչ ավել։ Այսինքն ամեն բան լավ է, տեսեք տիեզերքում կա երկու օրենք՝ ձգողականություն եւ վանողականություն։ Եթե այս երկու օրենքը չգործեն, մեկը բացակայի, տիեզերքը կքանդվի, երկիրը ճիշտ իր տեղում է, լուսինն էլ իր տեղում ճշգրիտ պտտվում է, որտեղ երկու ուժ կա։ Աստծո սերն է մարդու կարևոր ուժը եւ պատվիրանը, որ որոշ բաներ չի կարելի անել։ Եթե այդ որոշ բաները չի կարելի անելը հանում ենք, նշանակում է սուտ կարելի է խոսել, կարելի է այլասերված լինել, կարելի է եւ այլը եւ այլը եւ այլը։ Այսինքն մարդուն պիտի ճիշտ պահել իր ճիշտ տեղում։ Ճիշտ տեղը խիստ որոշված է։ Աստված է մարդուն մարդ դարձնողը։ Աստծուն հանեցին, դառնում ենք անաստված։